Ընկերներ, ես ունեմ 4 երեխա եւ մեր տանը չկա ջերմիչեցնող ու անտիբիոտիկ։ Ուզում եմ մի քիչ կիսվել, որովհետեւ հիմա վիրուսների փուլ է եւ սարսափելի իրավիճակ է։ Մարդիկ բռերով խմում են անտիբիոտիկներ, որոնք նշանակում են բժիշկները, հետո այդ բժիշկները այդ ֆարմ կամպանիաներից փող են ստանում ամսվա վերջ, իսկ դուք չեք ստանում ձեր առողջությունը։ Ինչու է այդպես։ Իհարկե ոչ մի բժիշկ դա ձեզ չի ասի, որովհետև ում վրա պետքա ծախեն այդ դեղերը, եթե ձեզ ասեն, որ դու կարող եք առանց դեղերի ավելի առողջ լինեք։ Եվ դա ռեալ հնարավոր է։ Ոնց կարելի է մեր տունը մենք 6 հոգի ենք եւ ոչ մեկս երբևէ չի խմում ոչ ջերմիչեցնող, ոչ անտիբիոտիկ։ Բա ոնց ենք մենք վիրուսների հետ հանդիպում ու ճանապարհում։ Ուրեմն տեսեք ընկերներ, եթե դուք հիվանդացել եք, ուրեմն դրան կա պատճառ։ Ձեր իմունիտետը թույլ է եղել։ Օրինակ, հնարավոր է դուք մրսած եք եղել եւ հետո հանդիպել եք վիրուսին։ Այսպես դուք կարող եք վիրուսը վերցնել։ Եթե դուք չհամբերեք, որ ձեր օրգանիզմը պայքարի վիրուսի հետ, խմեք անտիբիոտիկներ, ապա դուք վիրուսին կսպանեք անտիբիոտիկով եւ դրանով չի զարգանա ձեր իմունիտետը տվյալ վիրուսի հանդեպ։ Այդ պահին դուք կլավանաք, բայց վիրուսը ձեզ կհանդիպի 15 օր հետո, ու դուք նորից կհիվանդանաք, քանի որ դեռ իմունիտետ չունեք։ Բացի դրանից, անտիբիոտիկները սպանում են ձեր աղիներում բոլոր կարևոր բակտերիաները, ոնց որ լավերին են սպանում, այնպես էլ վատերին են սպանում, եւ իտոգում դուք զրկվում եք նաեւ ձեր առողջությունից։ Այնպես որ երկար մտածեք, միջև խմել անտիբիոտիկները, շատ երկար մտածեք, այդ ինձ ասեմ ձեզ։